15 կարմիր նոր հովոները կնպաստեն, որ Երևանն ավելի մաքուր լինի։ Աղբատար մեքենաները համալրել են Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի ավտոպարկը։ Աղբատար մեքենաների շահագործման ժամկետը 5-ից 7 տարի է։ Գործող մեքենաներն աշխատել են կրկնակի, գիշերային եւ ցերեկային հերթափոխով։ Մրցույթը դնելու ժամանակ մենք հստակ մի քանի պահանջներ դրեցինք, այսինքն Եվրո 5 ստանդարտ, փորձը ցույց էր տալիս, որ մեքենաների այդ բեռնման խցիկը շուտ է մաշվում եւ մեր կողմից նաեւ պահանջ դրվեց այդ բեռնման խցիկի մետաղի հաստությունը ավելացնել ջրի բակը, ավելացնել աղբատար այդ բեռնման հատվածի ծածկոցը, ըստ էության մեքենաները ավելի կարճ էինք ուզում, քան նախորդներն են, որպեսզի ավելի լավ կարողանանք իրականացնել այդ աշխատանքները։ Եվ փաստորեն շահող ընկերությունը կարողացավ եւ Սինոտրուկ հովո ընկերությունը կարողացան պատրաստել այն մեքենան, որը մենք ուզում էինք, այսինքն մեծ հաշվով, եթե կարող ենք ասել, այս մեքենաները հատուկ Երևանի համար են պատրաստված։ Շարժիչը գործի գծում փորձարկում է աղբատար մեքենաների ձեռքբերման մրցույթի հաղթող մատակարար ընկերության ներկայացուցիչը, ցույց տալիս աղբահանությունը կազմակերպելու մեքենաների առավելությունները։ Տեխնիկան արդիականացվել է այնպես, որ աղբահանության մաքրման ընթացքում գազերի արտանետման հետ կապված նվազագույնի հասցվի օդի աղտոտվածությունը։ Ձեռքին վահանակն է, որով ավտոմատ կառավարվում է աղբահանության համակարգով վերազինված մեքենայի աշխատանքը։ Անվտանգության կանոնները ապահովի հիմնականը բարձրացման աղբը հանելու համար, դատարկելու։ Ունի նաև ծածկ չնշեցի, որը որ աշխատանքի ընթացքում տեղաշարժման աղբի ոչ մի նշուլ չի թափվի, չի աղտոտվի։ Եվ իր չափերն էլ այնպես արված, որ Երևանի ցանկացած փողոցում կարողանա իրականացնի աղբահանություն։ Մեքենաներն ունեն նաև տեսախցիկներ։ Աղբահանության ժամանակ կուտակված աղբաջրերը այլևս մեքենայից չեն հոսի, թափվեն, աղտոտեն մայրաքաղաքը։ Սաշա Կատվալյանի խոսքով իրենք հաճախ հենց այս խնդրով են քաղաքացիներից բողոքներ ստանում։ Կեղտաջրերով լի տարան կդատարկվի աղբավայրում։ Ամեն ինչը հիդրոհամակարգով, բավականին հաստ մետաղով, որը որ հետագայում խնդիր չի լինելու 1 կամ 2 տարի հետո մաշվածությունը, կոշտ մետաղներից չի դեֆորմացվելու, տնօրինությունը բոլոր իր ռեսուրսները օգտագործելա եւ Չինաստանում, որ այնպիսի տեխնիկա հավաքի, որ Երևան քաղաքի թե երթևեկությունը, թե բակային մաքրությունը, թե առհասարակ իր բոլոր առավելությունները կոմպակտ կառուցված, որ մեքենան են աշխատի, որ կողքից տենողը չասի, որ զիբիլի մեքենա է, ասենց ասված, այլ ասի աղբատար մեքենան է մեր Երևան քաղաքի։ Հիմա Երևանն աղբից մաքրում է 64 մեքենա, մայրաքաղաքից օրական դուրս է բերվում 2500 խորանարդ մետր աղբ։ Ամեն մի տեխնիկան 2 անգամ աղբավայր գնում հետ է գալիս, երեկոյան 40 տեխնիկա նույն կերպ աղբահանություն է իրականացնում։ Այս մեքենաները թույլ կտան, որպեսզի նախ առաջին հերթին յուրաքանչյուր վարորդ ունենա մեկական մեքենա, կցագրվի մեկ մեքենա, որպեսզի խնամքը ավելի շատ լինի։ Մեքենան նախատեսում ենք օգտագործել բացառապես ցերեկային հերթափոխի ժամանակ։ Կարող ենք բոլոր ցանկացողներին տեղեկացնել, որ այստեղ կա աշխատանք 300,000 դրամ մաքուր աշխատավարձ։ Տեղզննում անցնելուց եւ ապա պայմանագիր ունենալուց հետո մոտ 10 օրից հովոները դուրս կգան աշխատանքի։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։